Առօրյա կյանքում չարի եւ բարի պայքարի հարցը շատ հազվագյուտ է սուր դրվում։ Ճնշող մեծամասնությամբ չարիքի մասին մենք իմանում ենք տարբեր գրքերից, կինոնկարներից, անգամ մանկությունից սկսած, երբ որ կախարդական հեքիաթներում տեսնում ենք չար դերակատարի եւ մինչեւ սարսափ կինոներ դժողքի տիրակալի մասին։ Ճնշող մեծամասնությամբ մարդկանց թվում է, որ այդ ամբողջ չարիքը ինչ-որ այլ տեղերում է, հեռու մեզանից։ Իսկ այստեղ, որտեղ մարդիկ են, կյանքը թվում է հանդարտ եւ չարիքը չափվում է ճնշող մեծամասնությամբ զուտ ծանոթների նախանձով կամ վարորդների հայհոյանքով։ Այնուամենայնիվ, երբեմն կյանքը, ոչ միայն մարդու կյանքը, այլ նաեւ հասարակության կյանքը կարող է հանկարծ կտրուկ փոխվել այնպես, որ հանկարծ առերեսվում ես չարիքին եւ հանկարծ տեսնում ես, որ իրականում սատանան ի հակառակ հայտնի ասացվածքի ավելի վախենալու է, քան իրեն նկարագրում են, եւ հանկարծ առերեսվում ես, որ դեմքերը չարիքի բազում են։ Վախկոտություն մի կողմից, զգուշավորություն, թուլակամություն, իսկ մյուս կողմից չարիք մաքուր ձևով, պատերազմներ, դավաճանություն, երեսպաշտություն եւ այդպես շարունակ։ Եվ այնուամենայնիվ, մենք մշտապես գիտենք, որ միևնույնն է հնարավոր է փրկության ճանապարհը եւ օգնության մեզ մշտապես գալիս են արտահայտություններ հին ժամանակներից, մարդկանցից անգամ, ովքեր իրենց կյանքի գնով միևնույնը գնում էին դեպի լույս եւ թողնում էին իրենց արտահայտությունները, հանուն մեզ, որպեսզի մեր լույսը եւս երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Այս աշխարհում պետք է ամենօրյա պատերազմ տանել սատանայի դեմ, անդադար բախումներում ջախջախելով իր նիզակներն ու նետերը։ Սուրբ Կիպրիանոս Կարթագենացի։ Սուրբ Կիպրիանոս Կարթագենացի Եկեղեցու հայր Կարթագենի եպիսկոպոս աստվածաբանական մի շարք աշխատությունների հեղինակ, լինելով նախ հեթանոս մեծահարուստի որդի, իրավաբան ու հայտնի ռետոր, փիլիսոփայության ուսուցիչ, նա 46 տարեկանում ընդունել է քրիստոնեությունը եւ ընդամենը 2 տարի անց օծվել Կարթագենի եպիսկոպոս։ 258 թվականին Ռոմի հալածանքների ժամանակ մերժելով զոհ մատուցել կուռքերին գլխատվել է։ Ասեմ, որ Սուրբ Կիպրիանոս Կարթագենացին հայտնի էր նաև իր բազում արտահայտություններով հոգևորականների մասին, հատկապես եպիսկոպոսների եւ առաքյալների նույնականացմամբ, եւ շատ հաճախ առաքյալներին անգամ անվանում էր եպիսկոպոսներ, եւ ինքը ասում էր եկեղեցին նույն եպիսկոպոսն է, եպիսկոպոսը նույն եկեղեցին։ Սա պարզապես գիտություն, որովհետև միայն մեր հիվանդ ցավոք սրտի հասարակությունում է, որ ի տարբերություն այն հոգևոր վեճերի, որ անգամ սրբերը տանում էին իրար մեջ, մեզանում անգամ հավաքարարը կամ դեղին մամուլի լրագրողը, որ հանկարծ իշխանություն ստացավ, համարձակվում են այս թեմայով կարծիքներ հայտնել։ Այնուամենայնիվ վերադառնանք արտահայտությանը, որովհետև մեզ համար այս արտահայտությունը կտրուկ կարևոր է։ Եվ ինչու՞։ Այս արտահայտությունը հիշեցնում է մեզ, որ ինչպես մենք հաճախ տարբեր դասերի ընթացքում ասում են, իրականում խաչմերուկներն անընդմեջ հանդիպում են։ Իրականում նույնիսկ փոքր քայլեր անելով մենք շատ հաճախ ենք հայտնվում խաչմերուկներում, որոնցում կարևոր է դառնում ընտրել չարն կամ բարին։ Եվ երբեմն մարդկանց թվում է, որ դա փոքր է, աննկատ, այնուամենայնիվ, ամեն անգամ փոքր խաչմերուկներում, երբ որ մարդիկ ընտրում են չարը, նրանք փաստացի ավելացնում են չարիք ամբողջ աշխարհում, եւ հակառակ դրան, եթե ընտրում են բարին, ապա շատացնում են բարին, եւս ամբողջ աշխարհում։ Եվ սա իհարկե շատ կարևոր է, ու մեզ համար ակնհայտ է, սակայն, որ իրականում պայքարելը ների տարբեր դրսևորումների դեմ հիրավի դժվար է, որովհետև անկախ դրանից, ինչպիսի վիճակում դու ես, արտաքին չարիքը շատ է ևս, եւ դու պարտավոր ես պայքարել արտաքին չարի դեմ, նաեւ որպեսզի այն չտարածվի ավելի շատ,
Բայց բացի դրանից, բոլորի մեջ արկա է նաև ցավոք սրտի ներքին ճարիքը։ Դա եսի տարբեր մթագնություններ են, որոնք որ երբեմն դրդում են մարդկանց սխալ քայլերի։ Էլուր, եթե այդ ճարիքը հանկարծ հայտնվում է ավելի մեծ մասշտաբով, Էլուր, եթե այդ ճարիքը հանկարծ հայտնվում է անգամ մեզանում, որ արդեն դուրս է գալիս հեքիաթներից, ինչպես ասում էր Տոլկիենը, որ յուրաքանչյուր երեխան երազում է, որ վիշապների մասին, որ կարդում են իրեն, իրականում գոյություն ունենան, բայց լինեն շատ հեռու։ Իսկ ինչ եթե հայտնվում են այստեղ։ Ինչ եթե ինչպես մեզանում Ները եւ իր ծառաները կարող են հանկարծ հայտնվել մեր իսկ երկրում, եւ այդպես եղավ։ Եվ այդ ժամանակ էլ ավելի դժվար է, որովհետև ցավոք սրտի կարող է պատահել այդպես, որ ճարիքի ծառաները ստանան իշխանություն, եւ այդ իշխանությունը ունենալով նրանք, ինչպես մենք տեսնում ենք, անընդմեջ նիզակներով եւ նետերով հարվածում են բոլոր նրանց, ովքեր դեռ համարձակվում են ծառայել եւ հավատալ բարի։ Բայց այս ամբողջ դժվարություններով հանդերձ, միևնույն է այս արտահայտությամբ առաջնորդվելով, մենք պարտավոր ենք պայքարել ճարիքի դեմ։ Ամեն քայլը փոխի, լինի դա փոքր ընտրություն կամ լինի դա մեծ ընտրություն։ Եվ ամեն անգամ կատարելով ընտրություն դեպի բարի, մենք հենց դրանով կարողանում ենք զարգանալ, գնալ դեպի երկինք եւ դրանով հենց նպաստել, որ լույսը երբեք չմարի։